15 տարի է, ինչ ես աշխարհին նայում եմ տեսախցիկի օբյեկտիվի միջով։ Ես տեսել եմ հարյուրավոր զույգերի, որոնք խոստանում էին լինել միասին մինչև մահը չբաժանի։ Բայց այդ օրը ես զգացի, որ մահը կարող է գալ շատ ավելի շուտ եւ բոլորովին այլ տեսքով։ Առավոտյան, երբ մտա հարսի տուն, սենյակում տիրում էր անբնական լռություն։ Սովորաբար հարսնացուի ընկերուհիները աղմկում են, շամփայն են բացվում, բայց այստեղ ամեն ինչ նման էր վիրահատության նախապատրաստվող սենյակի։ Աննան նստած էր անշարժ։ Երբ ես խնդրեցի նրան նայել պատուհանից դուրս եւ ժպտալ գեղեցիկ կադրի համար, նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որ ձեռքերը սպաղեցին։ Դա սիրահարված աղջկա հայացք չէր։ Դա մի մարդու հայացք էր, ով արդեն հատել էր հետադարձի բոլոր կամուրջները։ Եկեղեցում ամեն ինչ սրբազան էր թվում։ Խնկի հոտը, մոմերի լույսը, քաղանայի ձայնը։ Հայկը, Փեսան, իսկական ասպետ էր հիշեցնում։ Նա այնքան ամուր էր սեղմում Աննայի ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կանհետանա։ Օրհնյալ լինի այս միությունը։ Ամեն։ Թող աստվածական սերն ու խաղաղությունը միշտ ձեզ հետ լինեն։ Ամեն։ Երբ հասանք ռեստորան, սկսվեց մեծ ներկայացումը։ Գիտեք, 15 տարվա ստաժը քեզ սովորեցնում է նկատել մանրուքները։ Ես տեսա, թե ինչպես նա մի քանի անգամ գնաց զուգարան հեռախոսը ձեռքին, եւ ամեն անգամ վերադառնալիս նրա հայացքն ավելի վստահ էր դառնում։ Գիտեք ինչպես է լինում հայկական հարսանիքներին։ Հարազատները մրցում են, թե ով ավելի թանկ նվեր կտա։ Ոսկյա շղթաներ, ծրարներ, որոնց մեջ հազարավոր դոլարներ էին։ Աննան ամեն նվերը ընդունում էր այնպիսի ագահությամբ, որը ես երբեք չէի տեսել։ Նա անձամբ էր դասավորում ամեն ինչ սպիտակ սնդուկի մեջ։ Մի պահ Հայկը փորձեց օգնել նրան, վերցնել սնդուկը, որ տանի ապահով տեղ։ Բայց Աննան այնպիսի կտրուկ շարժումով հետ քաշեց այն, որ Հայկը շփոթված կանգնեց։ Այդ կադրը ես ֆիքսեցի։ Դա հարսանիքի վերջի սկիզբն էր։ Կեսգիշերին մոտ սրահում լույսերը մարեցին տորթը ներս բերելու համար։ Բոլորը պատրաստեցին իրենց հեռախոսները, բայց ես տեսա, որ Աննան տորթին չի սպասում։ Նա նշան արեց մի մատուցողի, ով, ինչպես հետո պարզվեց, նույնպես գործի մեջ էր։ Ես հետևեցի նրան դեպի հետնամուտք։ Դրսում անձրև էր մահում։ Մի հզոր մեքենա կանգնած էր հենց դռան մոտ։ Մեքենայի միջից դուրս եկավ մի տղամարդ, առանց փողկապի, կաշվե բաճկոնով։ Նա նույնիսկ չժպտաց։ Նա պարզապես բացեց բեռնախցիկը։ Նա նստեց մեքենան եւ նույնիսկ հետ չնայեց։ Ես վերադարձա սրահ։ Երաժշտությունը դեռ հնչում էր, բայց իմ տեսախցիկի մեջ արդեն այլ ֆիլմ էր։ Ես տեսա Հայկին, ով կանգնած էր դատարկ աթոռի կողքին։ Նա դեռ չէր հավատում։ Նա կարծում էր, թե սա կատակ է կամ անակնկալ։ Երբ հյուրերը հասկացան, թե ինչ է կատարվել, սկսվեց քաոսը, բայց ես այլևս չէի նկարում։ Ես նստեցի մի անկյունում, հանեցի ականջակալներս ու պարզապես նայեցի իմ ձեռքերին։ 15 տարվա ընթացքում ես նկարել էի սեր, դավաճանություն, ուրախություն, բայց սա մաքուր չարիք էր, փաթաթված սպիտակ մետաքսի մեջ։